Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ Ալիկ։ Այժմ ես ձեզ ցույց կտամ իմ գնումները, վերջերս կատարված, կարծում եմ ձեզ բոլորիդ հետաքրքիր կլինի։ Ահա սեղանի վրա կա հագուստ, սպորտային կոշիկներ, պայուսակներ, զարդեր ու խնամքի պարագաներ։ Դե գնացինք, ինչից ենք սկսելու, կսկսենք զարդերից, քանի որ զարդերը իմ հիմնական կոնտենտն է, այդ իսկ պատճառով կսկսենք զարդերից։ Իսկ մնացածը ում հետո հետաքրքիր կլինի, կարող է մնալ ու շարունակել դիտել այս ամենը իմ ալիքում։ Պատրաստ եք, դե գնացինք։ Սկսեմ ականջողերից, երկու գեղեցիկ իտալական ականջողեր, մարգարտային էլեմենտներով և լուցիտային։ Ինչքան գեղեցիկ մեղրագույն լուցիտներ են, էթնիկ ոճի ականջողեր, շատ գեղեցիկ է նայվում այս արևաշող երանգները դեմքին մոտ ականջողերի վրա։ Այ դրա համար են շատ մարդիկ սիրում յանտար վզնոցներ, ականջողեր, որովհետև մի տեսակ պայծառություն է հաղորդում դեմքին և մարդիկ հաճույքով են լսում, ուշադրություն դարձնում քո վրա։ Այդ իսկ պատճառով մեղրագույն երանգներով զարդերը շատ ավելի պահանջարկ ունեն։ Ես նույնպես սիրում եմ մեղրագույն զարդեր, բրոշներ, վզնոցներ, թևնոցներ, մասնավորապես ցիտրին քարով և այս գույնի լուծիկներով։ Այս ականջողերը իսկը սրտով են։ Եվ եթե նայենք, առկա է երկրաչափական պատկեր, քառանկյուն, շրջան, ornament կա։ Միայն լուծիտային էլեմենտը չի այս ոսկեգույն, այլ իր վրա կա ornament, կարծես ինչ որտեղ ինձ Վենեցիայի ճարտարապետությունը հիշեցնող ականջողեր լինի, այստեղ նույնպես ընդհանուր կարկասի վրա էլ կա ornament, արվեստի գործը։ Ահա այդպիսի ականջողեր են սրանք, ինչ շատ դուր են գալիս։ Երկու ականջողերն էլ շատ ճոխ են և կարելի է ասել շիկ վինտաժ կամ վինտաժ շիկ, որովհետև այդպիսի տպավորություն է առաջի հայացքից ստեղծվում և նման տիպի զարդեր կրողները նույնպես կարող են շատ հաճելի տպավորություն թողնել։ Այս հիասքանչ բրոշը նույնպես ornament հիշեցնող, զիգզագ հիշեցնող երկրաչափական պատկեր, տեսեք ինչ ուղղակի հիասքանչ դաջվածք։ Վինտաժային սիրահարների համար ավելի շատ կարևոր է բրոշի ներքին հատվածը, քան արտաքին, որովհետև հենց այստեղից է երևում ներսի հատվածից բրոշի որակը։ Եթե նույնիսկ չկա մարկիրովկա, դաջվածքից հասկանում ես, որ լավ ընկերություն է այն արտադրել և բարձր որակ ունի։ Այս տիպի մասիվ բրոշները շատ հարմար են պոնչո կրելու ժամանակ, ովքեր կրում են պոնչո կամ մեծ շարֆեր վերարկուի վրայից, ինչքան է փաթաթում ես, միևնույն է, արձակվում է, դիսկոմֆորտ է, անդադ ուզում ես ուղղել, այդ իսկ պատճառով այսքան մեծ չափսերով բրոշները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր կրում են պոնչո կամ մեծ ծավալ ունեցող ինչ-որ մասիվ շարֆեր, տիկնոցներ։ Տպավորիչ է նաև այս ժապավեն բրոշը։ Դարձյալ դաջվածքը շատ գեղեցիկ է։ Զգացվում է, որ լավ ընկերություն է արտադրել։ Այս բրոշը հիանալի ծեծված դաջվածք ունի։ Այս հատվածից, այս բուլավկայի նման փականից հասկանում ենք, որ այն խորը վինտաժային զարդ է և այսպիսի փականները շատ հարմար է կրելը, շատ արագ հնարավոր է կոչկել առանց դժվարության։ Ընդհանրապես հաճելի է, երբ ինչ-որ բան կոչկում ես, արձակում ես, կապ չունի, բրոշ է, վզնոց է, թևնոց է, հարմար լինի, դժվար չկոչկվի կամ արձակվի։ Եվ սա այդ բրոշների թվին է պատկանում։ Այս գեղեցիկ տերևից էլի եմ ունեցել, շատ թեթև բրոշ է, այս անցքերի հաշվին ընդհանրապես քաշ չունի, ճիշտ է, ծավալով ինքը մեծ է, բայց քաշ չունի, անքաշ բրոշ է, քանի որ ամբողջը փուջ է, մետաղական ծածկույթ չունի, որի հաշվին էլ ունի շատ թեթև քաշ։ Կարելի է ասել անքաշ բրոշ, որը կարելի է կրել տարբեր խտությունների, գործվածքների և կտորների վրա։ Գեղեցիկ բրոշ, կանաչաչյա ոզնի։ Այս ոզնին գողացել է իմ սիրտը, շատ մինյոն, սիմպաթիկ ոզնի է, կանաչ բարի աչուկներով։ Բրոշը ունի քաշ, որը նույնպես փոքր բրոշների դեպքում վկայություն է այն մասին, որ լավ ընկերություն է արտադրել։ Փոքրիկ, սիմպաթիկ ոզնի։ Այս կարապն էլ է շատ սիմպաթիկ, այս էլեմենտը նատուրալնի պերլամուտր է։ Դաջվածքից նույնպես հասկանում ենք, որ շատ լավ ընկերություն է այն արտադրել։
թեթև բրոշ է, այս պերլամուտրի խաղիկները շատ ուրախ տպավորություն են թողնում։ Պատկերացրեք, եթե լրիվ ինքը մետալիկ լիներ առանց այս կենտրոնական էլեմենտի, այդքան հետաքրքիր չէր նայվի։ Այս թութակները նույնպես շատ սիրուն, պոզիտիվ բրոշների շարքին են պատկանում, առկա է կանաչ էմալ, կապույտ էմալ, բաց ոսկեգույն շամպայնի երանգով, եւ էլի բրաշիրովկայից հասկանում ենք, որ լավ ընկերություն է արտադրել։ Շատ ակտուալ է այսպիսի բրոշները կենդանիների տեսքով կրել մի քանիսը միանգամից ջինսե վերխերի վրա։ Հիմա ես ցույց տամ ձեռքիս մեջ, հետո կկպցնեմ ինչ-որ ջինսից վերխի վրա կկպցնեմ եւ ձեզ ցույց կտամ, թե ինչքան լավ է նայվում բոլորը միասին։ Կոլաժ ենք ստեղծում։ Եվ առհասարակ, եթե ուզում եք բրոշներ կրել, բայց վախենում եք, որպեսզի ստարամոդնի երևաք, չնայած այս տարի շատ պոպուլյար ու մոդայիկ են բրոշները, ցուցադրում են ակտիվորեն բոլոր նորաձևության տները, բայց անտիկ բրոշները սովորաբար, որպեսզի մեզ չծերացնի, տարիքին պլյուս տարիներ չհաղորդի, ցանկալի է կրել ժամանակակից վերնահագուստների վրա, այսինքն ջինսե վերխերի վրա, լյոնից վերխերի վրա, որոնք որ ավելի հետաքրքիր կդարձնեն ձեր լուքը, ինչպես նաև ավելի ֆեշն։ Համարձակորեն կրեք բրոշներ, նույնիսկ մի քանիսը ստեղծելով կոմպոզիցիաներ։ Հիմա անդրադառնանք վզնոցներին, այստեղ ունենք մի քանի բնական էլեմենտներով վզնոցներ։ Երկու ամիթիստե վզնոց, տարբեր գործվածքների շղթաներով, մեկը տափակ էլեմենտով է, իսկ մյուսը կոնաձև։ Այ ամենալավ սեզոնն է նմանատիպ վզնոցներ կրելու։ Մեկը այսպիսի էլեմենտներով մարգարիտների համադրությամբ, մյուսը ուղղակի մարգարտանման էլեմենտներով։ Տեսնենք այստեղ ինչ ունենք, բնական քարերով մի քանի վզնոցներ, հիմա միասին կնայենք։ Այս սեզոնին գարնանը ընկած ժամանակահատվածը մինչև ամառվա վերջ շատ լավ են նայում բնական քարերը, թեկուզ թեթև ամառային շորիկներով, թեկուզ սպիտակ թիշորտերով, կարծես ավետիս է ամռան գալուն, թեթևություն հաղորդելով մեր առօրյա լուքերին եւ խորհրդավոր տեսք, քանի որ ամառ է, շատերը գնում են ծով, վայելում են իրենց հանգիստը եւ նմանատիպ վզնոցներ կրելը շատ ակտուալ է ամռանը։ Սա կվարց է, նուրբ վարդագույն գույնի կվարց, երկու վզնոց է, նույն չափի, նույն երկարության եւ նույն կվարցային էլեմենտներով, հնարավոր է կրել միասին, այնպես էլ առանձին։ Սպիտակ թիշորտերի հետ շատ գեղեցիկ է նայվում այս վարդագույն կվարցը։ Այս մյուսը նեֆրիտ է, բայց եզակի գույն, միատայի գույնի նեֆրիտ է, բնության մեջ հազվագյուտ հանդիպող երանգ է, շատ եմ սիրում այս միատայի գույնի երանգը, հենց հիմա իմ հագի բլուզի գույնին է, նայեք։ Իրական կյանքում շատ նման են, հիմա կամերայի մեջ մի քիչ տարբերվում են, ու ինչ եմ ուզում ասել, նմանատիպ վզնոցները միշտ են ակտուալ, թեպետ ես ասեցի ավելի շատ ամռանը, բայց գարնանն էլ այսպիսի թեթև բլուզների վրայից շատ գեղեցիկ են նայվում, քանի որ արդեն հանում ենք վերնահագուստները, բնականաբար կրում ենք վզնոցները։ Ովքեր են հիշում այս վզնոցները, 90-ականներին շատ մոդայիկ է, շատ ակտուալ էր, այս զալատոյ պեսոկ է կոչվում այս քարը, տեսեք, կարծես ոսկի փոշի շախտված լինեն այս քարիկների վրա։ Ես նոստալգիա ապրեցի, որտեվ հիշեցի իմ երիտասարդությունը, ես ունեցել եմ այսպիսի վզնոց, քանի որ 90-ականներին շատ մոդայիկ էր այս դարչնագույնը, նույնիսկ եթե կհիշեք, բոլորս կրում էինք դարչնագույն շրթներներ, հագուստներ, մանիկյուր էինք կսում այս գույնի, ամբողջը դարչնագույն էր ոտքից գլուխ։ Շրթներքի դեպքում խորհուրդ չեմ տա, դեղնացնում է ատամները,
Սա ուղղակի շեղում փոքրիկ, բայց ասեմ, որ այս գույնի շղթներկները դեղնացնում են ատամների սպիտակ երանգը, բայց վզնոց իհարկե խորհուրդ կտամ։ Մանավանդ արևի լույսի տակ շատ է փայլում այդ ոսկեգույն փոշու նման խաղիկները եւ էլի տակ երանգները, ինչպես ասացի, դեղինը այս կարիճնվին մի տեսակ շողշողում պայծառ տեսք են հաղորդում մեր լուքին։ Անցնենք առաջ, սիրելիներ։ Ուզում եմ ցույց տալ այս նեֆրիտե վզնոցը։ Շատ եմ սիրում այս գույնը եւ առհասարակ այս վզնոցը այսօրվա իմ ֆավորիտն է։ Շատ գեղեցիկ նեֆրիտե էլեմենտներ ունի եւ տեսեք գույնային խաղը տարբերվում է։ Այս բոլոր վզնոցները, որ մենք նայեցինք, ոչ մի հատիկը նման չի հաջորդին, որտեղ բոլորը բնական են։ Իսկ սինթետիկը, արհեստականը բոլորովին չի տարբերվում մի հատիկը մյուսից, որտեղ պարզե մեքենան է արտադրել սինթետիկ է։ Իսկ բնության մեջ ոչինչ երբեք չի կրկնվում, անգամ մի ծառի վրա գտնվող մի տերևը նման չէ մյուսին։ Եվ այս վզնոցի յուրաքանչյուր հատիկը չի կրկնվում հաջորդ թիվ։ Հիմա շատ արկա է գույնային տարբերությունը, քարիկների խաղիկները, եւ տեսեք փականը նույնպես նեֆրիտե քարե, եւ եթե ուշադրություն դարձրեցիք, փականի վրա գրած է 925 պրոբա արծաթ եւ կա ոսկե պատման պրոբան, այսինքն արծաթ է ոսկե ջրված։ Հակառակ կողմն էլ այս գեղեցիկ նեֆրիտն է տեղադրված, շատ ունիկալ փական է, համ արծաթից է ոսկե պատված, համ էլ վրան տեղադրված է բնական նեֆրիտ։ Ահա ինչու եմ ես սիրում վինտաժ։ Ամեն դետալը մտածված է, սիրելիներ, յուրաքանչյուր դետալը մտածված է։ Հիմիկվա զարդերը նման կերպ չեն պատրաստում երբևիցե։ Մյուս վզնոցը նույնպես շատ ունիկալ է, բնական ամիթիստ, յուրաքանչյուր միներալը նման չէ մեկը մյուսին եւ յուրաքանչյուր միներալը տեղադրված է իրեն հատկացված վանդակի ներսում, կարելի է ասել։ Փականը նույնպես ոսկե ջրված է։ Այս գեղեցիկ վզնոցը շատ գեղեցիկ է նայվում ինչպես բաց վզի վրա, այնպես էլ հագուստների վրա։ Երկու կերպ էլ գեղեցիկ է նայվում։ Այ հիմա եթե տեսնեք մաշկի վրա ինչքան գեղեցիկ է նայվում, եւ նաեւ հագուստի վրա նույնպես շատ գեղեցիկ է նայվում։ Այս զարդերը մեկը մեկից ունիկալ զարդեր են։ Ինչու՞, քանի որ այս զարդերը մեկը մեկից ունիկալ զարդեր են, ինչու՞, քանի որ հանդիսանում են բնության մի մասնիկը, բնական միներալներ են, եւ ես սիրում եմ այն ամենը, ինչ կապ ունի բնության հետ։ Եվ վերջի վզնոցը ձեզ ցույց կտամ։ Այն խրուստալից է, գորնի խրուստալ, այդպես է կոչվում այս էլեմենտներով վզնոցը։ Յուրաքանչյուր էլեմենտը ունի նաեւ մետաղական կորպուսներ, կենտրոնականը պատված է ցերկոններով, իսկ մնացածը ոչ։ Ես նմանատիպ վզնոցները կրում եմ հասարակ, լրիվ հասարակ, սպիտակ թիշորթի հետ կամ սև։ Շատ գեղեցիկ է նայվում։ Սա էլ համարենք բնության մի մասնիկ, որովհետև ապարաժից հանված խրուստալ է։ Այս բոլոր զարդերը շատ ունիկալ են, չկրկնվող են, քանի որ բնության մեջ, նորից եմ ասում, ոչ մի այսպիսի էլեմենտ չի կրկնվում հաջորդ թիվ իր հարևան էլեմենտի հետ։ Ապարաժից, երբ որ հանում են կտորները, մշակում են, վերամշակում են, յուրաքանչյուր գեոլոգ կհաստատի իմ ասածը, անգամ միկրոսկոպով որ նայում են, ոչ մի էլեմենտը բնության մեջ չի կրկնվում մյուսի ճիշտ նույն ձևով մյուսի հետ։ Դրա համար ես սիրում եմ նմանատիպ զարդեր, ամռանը շորիկների եւ թիշորթերի հետ հաճախ եմ կրում։ Դե ինչ սիրելիներ, զարդերի մասը ես ավարտեցի։ Մինչ առաջ անցնելը ուզում եմ ձեզ ցույց տալ վառ օրինակը իմ ասացի, որ կարելի է ստեղծել կոլաժներ, պարզապես պետք է զարդերը լինեն թեմատիկ, միևնույն թեմայի մեջ,
Մասնավորապես կենդանիները, թռչունները, ծաղիկները շատ համահունչ են լինում, ավելի ուրախ կոմպոզիցիա է ստեղծվում, դասական բրոշները բոլորը միատիպ թեմատիկ խորհուրդ չեմ տա, բայց կենդանական եւ թռչունների աշխարհի ներկայացուցիչներին միանշանակ։ Տեսեք այստեղ մեր թութակները կանաչ եւ կապույտ էմալով, այստեղ կարապը կապույտ կանաչավուն էմալով եւ մեր ոզնին կանաչ աչյա։ Գույները նույնպես համընկնում են, փոքրիկ դետալները ստեղծում են ընդհանուր պատկեր կոլաժային եւ թեմատիկ եւ շատ լավ է նայվում։ Եվ կարող ենք այստեղ ավելացնել այս մյուս թռչնակին, ինչու ոչ, էլի լավ է նայվում, կամ այստեղ, այսինքն ֆանտազիա է պետք։ Հնարավոր է նաեւ մի ուրիշ անկյունում ամրացնել կամ ընդհանրապես ներքևում։ Տեսեք, ընդհանուր առմամբ ինչքան լավ է նայվում այս ամենը։ Սա էլ է տարբերակ այս կոկորդիլոսը, նույն թեմայից է ինչպես կարապը։ Ցանկացած տեղ հնարավոր է ամրացնել։ Հասարակ ես այս կոկորդիլոսին կտեղադրեի այստեղ, ըստ իմ ճաշակի։ Շատ տարբեր են մարդկանց ճաշակները, ցանկությունները, բայց հաճախ են երիտասարդները նման կերպով կրում այստեղ հագուստները բրոշներով զարդարած, շատ եմ տեսել, շոպերների վրա էլ են շատ հաճախ կպցնում։ Եվ հիմա ես այս կոկորդիլոսը կկպցնեմ այս թևի հատվածում, քանի որ դրես կլիպ է, հեշտ է, բայց բուլավկայի նման բրոշներն էլ է հեշտ կպցնել։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր տեսք է հաղորդում այս միապաղաղ շաբլոն ջինսե բաճկոնին։ Արդեն տարբերվում ես դու։ Բոլորը կրում են այստեղ մանավանդ երիտասարդները մաս մարքետային հագուստներ։ Առաջվանը չի, որ գնան դերձակի մոտ եւ պատվիրեն հագուստներ, որպեսզի տարբերվեն։ Այս դերձակների աշխատանքը թանկ է գնահատվում եւ համարվում է օտկուծող, այսինքն դիզայներական աշխատանք։ Դրա համար մարդիկ օրիգինալ երևալու համար տարբեր լուծումներ են փնտրում այդ պատճառով, որպեսզի տարբերվեն մեկը մյուսից, որտեղ մաս մարքետային հագուստները բոլորը միանման են։ Մեկնաբանություններում թողեք տեսնեմ հետաքրքիր է ձեզ այս ոճը, հետաքրքրեց թե ոչ։ Անդրադառնանք կոսմետիկ միջոցներին։ Ահա այդպիսի շրթներքի համար նախատեսված մատիտ։ Ես սիրում եմ, որ մատիտները լինում են այսպեսին, ֆլոմաստերի նման, որ կարիք չի լինում սրել։ Այս նյուդ գույնը իմ գույնն է։ Մի քանի շաբաթ առաջ գնել էի Yves Rocher-նից, բայց իրանք չունեն այս տարբերակը, սրում եմ, չի սրվում, բազովի լինի այդ մատիտը, աղել էի մի անգամ քսեի եւ դեն նետեի, բայց 9 եվրոյանոց մատիտ էր։ Այսա իսկական ինձ հարմար տարբերակ է։ Սրելու կարիք չկա։ Այս դավի կրեմը գնել եմ ձեռքի խնամքի միջոց որպես, որտեղ ունի խտություն եւ շատ է փափկացնում, կաթի նման փափկացնում եմ մաշկը, ընդհանրապես դավի օճառները եւ խնամքը շատ կրեմային, կատնային տեքստուրա ունի, արտակարգ փափկացնում եմ։ Տեսեք, գրված է 24 ժամ պահում է այս կրեմը, կարծում եմ ձեռքերի համար ավելի լավը կլինի, քան Yves Rocher-ն, Yves Rocher-ն շատ քսած նույնն է, կարծես չոր մնա մաշկդ, եւ մատիտն էլ Yves Rocher-ի մի անգամ քսեցի, հիմա սրում եմ, ոչ մի կերպ չի սրվում, կարծես միանգամյա օգտագործման համար լինի, դրա համար ես լավ էր, որ գնեցի այս տարբերակը, իրենք չունեն այսպիսի տարբերակ ֆլոմաստերի նման, այդ իսկ պատճառով իրենցից էլ չեմ գնի։ Դեմքի խնամք նախ ցույց տամ էլիքսիրը, Vichy էլիքսիրը 89 միներալով, շատ հարուստ խնամք է, 89 միներալ է պարունակում իր մեջ, թեթև, հաճելի է դեմքին քսել, հաճելի սառնություն է հաղորդում եւ նաեւ հարստացնում միներալներով։ Միանշանակ խորհուրդ կտամ այս տարբերակը որպես էլիքսիր։ Էլիքսիրները շատ նրբորեն են խնամում մեր դեմքի մաշկը եւ ես այս տարբերակը խորհուրդ կտամ միանշանակ։ Հաջորդ կրեմը նատուրալ կրեմ է։ Այս կրեմը 95%-ով բնական կոմպոնենտներ է պարունակում եւ բնական զեյթունի յուղ, ձիթապտղի յուղ։ Հիմա ասեմ ձեզ լայֆ հակ կոսմետոլոգների հետ կապված։
Վերցնում են Dove կամ Nivea ցանկացած բազիկ կրեմ, մեջը լցնում են մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ եւ ստանում են իրենց հրաշք քսուկը, ասելով, որ գաղտնի են պահում բաղադրությունը եւ վաճառում են իրենց կլիենտների վրա, բայց ամբողջ գաղտնիքը կայանում է ձիթապտղի յուղի մեջ, որովհետեւ ցանկացած կրեմի մեջ մի քանի կաթիլ լցնելու դեպքում այն դառնում է հրաշք միջոց, դեմքը դարձնելով էլաստիկ, փայլուն, իսկ այստեղ արդեն արկա է ձիթապտղի յուղը։ Գիշերային կրեմ է, ահա այստեղ նշված է, որ քնելուց առաջ կարելի է քսել, այդպես է հիմնականում նախատեսված, բայց ցերեկը նույնպես կարելի է օգտագործել, պարզապես արևի ճառագայթներից պետք է խուսափել, որովհետև կարող է մաշկը մի փոքր մքացնել։ Եվ այս առումով ասեմ մի գաղտնիք, ովքեր ուզում են շոկոլադնի արևայրուք ստանան, զեյթունի ձեթը լցնում են ջրի մեջ եւ արևայրուք ստանալուց առաջ ցանում են իրենց վրա, ուրիշ ոչինչ, եւ ստանում են հավասարաչափ շոկոլադե երանգի զագար, արևայրուք։ Դա էլ եւս մի գաղտնիք, ասեմ ձեզ, ինչպես է ստացվում, որ ոմանք ստանում են միատոն գեղեցիկ շոկոլադե երանգի զագար, իսկ մյուսները սևանում են։ Այդ գաղտնիքը, ասեմ ձեզ, ինչու է կայանում ձիթապտղի յուղի մեջ։ Դա է գաղտնիքը։ Գաղտնիքներից անցնենք մազերին։ 4 շամպուն համար 1, 4 շամպուն համար 2։ Ընդամենը բրենդային տարբերությամբ Ֆիտո եւ Սիեն, բայց կատարում են նույն գործողությունը եւ ընդամենը հոտ են հաղորդել, նռան հոտ, էկզոտիկ հոտ, դա է տարբերությունը, բայց իհարկե պրոֆեսիոնալ խնամքը մնում է պրոֆեսիոնալ։ Իսկ սա արդեն Ֆիտո կոնդիցիոները, որը փչում են գլուխը լվանալուց հետո ու չեն մաքրում։ Եթե սովորական կոնդիցիոները լվանում ենք ջրով, ապա սա մնում է եւ մազերը չորացնելուց հարդարելուց պաշտպանիչ շերտ է հանդիսանում։ Երկու եղունգը մաքրող նյութեր, մեկը ացետոնով, մեկը առանց ացետոնի, Sephora-ից եւ Sien mass market-ային տարբերակ։ Չնայած Sephora-ի պրոդուկտներն էլ են, հենց Sephora-ի արտադրությունը կարելի է համարել mass market-ային։ Խոսքս մյուս Chanel, Dior այդ բրենդների մասին չէ, որոնք վաճառվում են Sephora-ում, այլ Sephora-ի կողմից արտադրված ապրանքանիշերը, որոնց վրա գրված է Sephora, mass market-ային որակ ունեն, բարձր որակ չունեն։ Երկու պայուսակներ H&M-ից գնել եմ նվերի համար, թե տեսնում եք H&M-ում նման դիվերս տարբերակը, դա նախատեսված է երիտասարդների համար, գույնը շատ անուշ կապույտ գույն է, իսկ սա էլ արդեն շատ անուշ կանաչ գույն։ Միգուցե նայենք, տեսնենք ինչ կա ներսում, կարծում եմ ինչպես միշտ, ներսի հատվածը մի տեղանի է, առանց որևիցե գրպանների, այս մյուսը արդեն երկու տեղանի է, 1, 2, ունի նաև գրպաններ, ահա այստեղ, շղթան հնարավոր է գրել 2 տակից և մի տակից, ահա այսպես, crossbody bag գրելու համար, ահա այսպես լրիվ ուրիշ մոդել է դառնում crossbody bag, մի քիչ ստանում է պորտֆելային տեսք, կարելի է ռեգուլե անել ըստ ցանկության, ըստ հարմարության, ում ինչպես հարմար է։ Պայուսակներից անցում կատարենք դեպի սպորտային կոշիկներ։ Դե իմ սիրելիներ, ամառ է, արշավների սեզոն է եւ երկու Nike սպորտային կոշիկներ արշավների համար նախատեսված, մեկը վարդագույն, մյուսը սև։ Այսպիսի տակերով սպորտային կոշիկները դրանք նախատեսված են արշավների եւ գոլֆ խաղալու համար, որպեսզի չսահի ոտքդ, տեսեք։ Առօրյա կյանքում նման բոթասները հակացուցված են կրել։ Ուշադրություն դարձրեք բոթասները գնելուց այդ հանգամանքի վրա։ Սա է սև մոդելն է։ Լրիվ նույն բոթասը, բայց նայեք, գույների տարբերությամբ մոդելը այլ կերպ է նայվում։ Հիմա եթե համեմատենք,
ինչքան տարբեր են նայվում, բայց նույն մոդելն է։ Լրիվ նույնը։ Այս նույն ծիսմայից կա նաև այստեղ, ուղղակի որ սև գույնի է չի երևում, որ այսպես պահեմ միգուցե երևա։ Նույն մոդելը նայվում է տարբեր կերպ գույնի հաշվին։ Եվ հիմա ինչ եմ ուզում ձեզ ցույց տալ, բրոշներ կրում են նաև սպորտային կոշիկների վրա։ Առհասարակ շատ իտալական հայտնի ճանաչված սպորտային կոշիկներ արտադրող ընկերություններ հենց արտադրում են այդպիսի կոշիկներ իրենց իսկ բրոշներով, որոնք կարելի է ինչպես կպցնել, նույնպես հանել, դե հասկանալի է։ Բայց տվյալ դեպքում հիմա ես եմ կպցրել իմ բրոշները, նայեք, թեմատիկ, էլի ոզնին կրյայի հետ, արևածաղիկը մեղվի հետ։ Էլի թեմատիկ, արևածաղիկ, մեղու, կրյա եւ ոզնի, մի խոսքով բազմաթիվ ֆանտաստիկ վայրիացիաներ կարող եք ինքներդ ստեղծել համարձակորեն առանց կաշկանդվելու, ավելի օրիգինալ եւ հետաքրքիր կրեատիվ տեսք ունենալու համար։ Ես ասացի, որ այս կոկորդիլոսը ի սկզբանե ստեղծվել է կոշիկների համար։ Եթե նայում ենք հատվածը ներսի, բայց կարելի է նաև կրել հագուստների վրա, ինչպես ցույց տվեցի, թևի վրա, գրպանի վրա, ոչ մի խնդիր։ Բայց քանի որ այն չափսերով մեծ է, չենք կարող երկու կոշիկի վրա է կրել, նայեք, հիմա ես տեղադրեմ այստեղ, դուք տեսեք։ Ավելի կրեատիվ երևալու համար, ինչպես ականջողերը, մեծ ականջողերը, մոնո ականջողեր են դառնում, մի հատ են չէ կրում մարդիկ։ Նույնպես էլ այս կոկորդիլոսը պետք է կրել մեկ կոշիկի վրա։ Երկու զույգի վրա հնարավոր չի կրել, դրա համար ինքը արտադրվել է հենց մեկ օրինակով է վաճառվում, ոչ թե երկու։ Դա էլ մի փոքրիկ շեղում, հիմա անցնենք թիշորտերին, սովորական սպիտակ թիշորտեր, ամառային, սովորական ամառային երկու սպիտակ թիշորտեր, մեկը Nike-ից, մյուսը հոլիեստեր, քանի որ արտուկված չի, չեմ կախի ցուցադրի, որովհետև դեռ չեմ արտուկել, բայց այս վիզը, որ այսպես սրտաձև է, սուր է մի քիչ, ավելի շահեկան է նայվում, վիզուալ երկարացնում է մեր պարանոցը, քան այս տիպի կլոր շրջանաձև հատված ունեցող, վզի հատված ունեցող թիշորտերը։ Սպորտային է, ստանդարտ ձևով կլոր վիզ է արված, բայց պետք է մեր հիշողության մեջ պահենք, որ առհասարակ սուր վիզը վիզուալ երկարացնում է պարանոցը եւ հաճելի է կրել։ Ես օրինակ անձամբ ինքս նեղվում եմ, երբ որ պարանոցից կպած ինչ-որ բան է լինում։ Անցնենք հագուստի մյուս մասին, զաղայից, տեսնենք ինչ ունենք զաղայից։ Շատ հարուստ կանաչ գույն է այս մուգ երանգը, հիմա կախեմ կախիչից, որպեսզի լավ երևա։ Ահա այսպիսի տեսք ունի, վերնաշապիկ, հիշեցնող բաճկոն, կարճ կտրվածքով և ուռուցիկ ֆանարիկ հիշեցնող թևերով, լայն մանժետներով, գույնը ուղղակի բնակարանի լուսավորությունով չի փոխանցվում, բայց արտակարգ սիրուն մուգ գույնի կանաչ է։ Սա էլ արդեն կոչկված տարբերակով այս սեզոնին համապատասխան վերնահագուստ, շատ հարուստ կանաչ գույնով։ Այս մյուսը արդեն գծավոր բլուզ է, խիտ գործվածքով տրիկոտաժ է բլուզ, երկարաթև, դարձյալ այս սեզոնին, այս եղանակին համապատասխան։ Թեպետ ես միշտ ասել եմ եւ գաղտնիք չէ, որ հորիզոնական գծերը այդքան էլ շահեկան չեն, ուղղահայաց գծերը այսպես մեզ հաղորդում են ավելի սլացիկ տեսք, բայց այս մոդելը իր գործվածքի խտության հաշվին այնպես ձիգ է նստում մարմնի վրա, ավելի վիզուալ հետաքրքիր է, որ սլացիկ տեսք է հաղորդում, գաղտնիքը կայանում է կտորի խտության մեջ, թույլ չի, ձիգ գործվածք է, բամբակյա գործվածք եւ քանի որ երկարավուն մոդել է, այսինքն ձևած է մի փոքր ավելի երկար ստանդարտ բլուզներից, դրա հաշվին նույնպես ապահովում է սլացիկ տեսք
Այնպես որ всё под контролем, ինչպես ասում են։ Ուղղակի վատը այն է, որ առհասարակ ուղղահայաց գծերով այսպես երբեք չեն արտադրում հագուստներ, որպեսզի դու կարողանաս գնես, որովհետև երևի թե գեղեցիկ չի նայվում։ Եթե հիմա մենք փորձենք այսպես ցույց տամ, որ պարզ լինի։ Այսպիսի գծերով հագուստները առհասարակ այդքան գեղեցիկ չեն նայվում։ Դրա համար արտադրում են հորիզոնական գծերով հագուստներ, մայրիաչկա տարբերակը, բայց որպեսզի կորցնենք վիզուալ այդ մարմինը լայնացնող հատվածը, կարելի է վրայից կարդիգան կրել, իսկ կարդիգանի դեպքում արդեն երկու այսպես դիմացից իջնող ուղղահայաց գծերը գեր մարդկանց կարող են ավելի նիհար դարձնել։ Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան լսել։ Ահա, սա ի նկատի ունի։ Եթե մարդը գեր է եւ սիրում է այսպիսի գծավոր շորեր, ապա խորհուրդ կտամ վրայից կրի կարդիգան, այս գծերի հաշվին կարդիգանի ավելի սլացիկ է դառնում, կոմպենսացվում է հորիզոնականը եւ ուղղահայաց գծերը եւ այդքան չի գերացնում այն մարդուն, ով կրում է գծավոր շորեր։ Այնպես որ մի կաշկանդվեք, ընդհանրապես ավելորդ քաշից եւ առհասարակ տարիքային ձևափոխություններից կարիք չկա կաշկանդվելու, յուրաքանչյուր տարիք ունի իր գեղեցկությունը, պարզապես կարելի է խորագետորեն ընդգծել կամ թաքցնել որոշ բաներ, որոնք մեր աչքին ավելորդ են թվում, չնայած դիմացինը կարող է դա նորմալ ընկալել, դա գալիս է մեր գիտակցությունից, թե մենք ինչպիսին ենք մեզ զգում։ Գեր կանայք թող իրենց համարեն ավելի թմբլիկ, ավելի սիրունիկ, քան թե դրանից կոմպլեքսավորվեն, դա է իմ խորհուրդը։ Եվ կարելի է վիզուալ այսպիսի լուսանցք ստեղծելով արհեստականորեն նեղացնել մեր մարմնի չափսերը։ Կարծես ստացվում է, ինչպես երևում է տվյալ դեպքում, քանի որ աչքի է ընկնում այս հատվածը կենտրոնական, ավելի բարակ ձևով եւ կորցնում է այս ծավալը, որ ընդհանուր առմամբ հաղորդում են այսպիսի հորիզոնական գծերով հագուստները։ Ահա եւս մեկ տարբերակ, կարծում եմ սև կարդիգանը սև բլուզով ավելի համահունչ է նայվում եւ վառ օրինակն է իմ ասածի։ Եթե հանենք այս կարդիգանը, տեսեք, ավելի ծավալ է լինում, ավելի ծավալուն է լինում բլուզը։ Իսկ կարդիգանը փոքրի շատ է ծածկում է այդ հատվածը։ Այսպիսով մենք կոմպենսացնում ենք այդ երևույթը, որ հորիզոնական գծերը ավելի լայն են ցույց տալիս մարդու մարմինը։ Տարբերությունը կարծում եմ ակնհայտ է։ Այսպես եւ այսպես։ Սիրելիներ, դուք ինքներդ կարող եք լինել ձեր ոճաբանը, ընտրելով ձեր իսկ ոճը։ Ու նաև զարդերը, որպեսզի սև գույնը այստեղ ավելի շատ է, տխուր չլինի մեր կերպարը, ես այս բրոշը այստեղ տեղադրեցի, սրա փոխարեն կարող է լինել ցանկացած այլ բրոշ, այլ զարդ։ Մի խոսքով, այն ամենը, ինչ որ պետք է, որ շեղի ընդհանուր առմամբ դիմացինի ուշադրությունը այն կոմպլեքսավորող հատվածներից կարելի է օգտագործել զարդեր։ Զարդերը գրավում են դիմացինի ուշադրությունը եւ ընդհանուր առմամբ շեղում ֆորմաներից։ Այս էի ուզում ձեզ փոխանցել, բայց ընդհանուր առմամբ կոմպլեքսավորվել իհարկե պետք չի, ամեն մարդ ունի իր ոճը, իր արտաքին գեղեցկությունը եւ նաեւ ներքին գեղեցկությունը եւ շատ կարեւոր է, որ մեր ներաշխարհը զարդարենք մենք գեղեցիկ հատկություններով եւ այդպիսով ավելի գրավիչ դառնանք, քան արտաքնապես։ Դե ինչ սիրելիներ, այսօր այսքանը, կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ, բաժանորդագրվեք ու սեղմեք զանգակ կոճակը, à bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։